Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ոստիկանության ծառայության կազմակերպումներ։ Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում եւ հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն, ներգրավելով ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլ իրականացնել նաև շրջիկ ծառայություն։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման եւ անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։ Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը, ընդգծելով ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։ Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։